Միայն կասկածում եմ, որ այդ դրոնները, որոնք որ ներթափանցել են, այդ կոնտեյներները, որոնք որ բերել են Իրան, հնարավոր է որ բերված լինեն Ադրբեջանի տարածքից։ Սա ես չեմ բացառում, որովհետև հիշեցնեմ, որ 120 կիլոմետրով ադրբեջանա-իրանական սահմանը ավելի մեծացավ մեր հողերի հաշվին։ Սրանք մենք բոլորս գիտենք, եւ դուք լավ գիտեք, որ Իսրայելը այդտեղ այդ հողերի վրա ունի եւ անօթաչուներ թռցնելու հնարավորություն եւ նաեւ ունի հետախուզություն իրականացնելու, լուրջ հետախուզություն իրականացնելու ուրեմն հնարավորություն եւ սրանով պայմանավորված ես գրեթե վստահ եմ, չունեմ փաստեր, ես ենթադրում եմ իհարկե, բայց ենթադրում եմ, որ հնարավոր է նաեւ Իրան են հասել այդ ԱԹՍ, այդ FPV ուրեմն ԱԹՍ-ները հենց Իսրայելի տարածքից եւ այդ կոնտեյներները հայտնվել են Թեհրանի սրտում, Իսպահանում եւ մնացած կարևոր շրջաններում եւ իդեպ պարոն Նացականյան, այս ռազմական գործողություններին Իսրայելը պատրաստվել է 1.5 տարի։ Այսինքն հետախուզությունը իրենց այնքան ուժեղ է աշխատել, որ երբ որ մենք արդեն ժամը 3-ին ահազանգի, այսինքն տագնապի ձայնով արթնացանք, արդեն այդ պահին ոչնչացված էին գրեթե այն ողջ վերնախավը իրանական